Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում վերջին իրադարձությունների վերաբերյալ զրուցելու ենք պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Սավգուլյան։ Ես եմ շնորհակալ, Քրիստինա ջան։ Պարոն Սավգուլյան, փաստորեն կառավարության վերջին նիստին չնայած այս թեզը շատ է շրջանառվել, բայց Նիկոլ Փաշինյանը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը թևակողում է 4-րդ հանրապետություն, քանի որ ասում է, որ 3-րդ հանրապետությունը հիմնված է եղել կոնֆլիկտների, պատերազմների, խնդիրների հիման վրա, եւ հիմա դրանք լուծելու ճանապարհին մեզ պետք է մի նոր փաստորեն հանրապետություն, դա է տեսլականը, բայց թե ինչպես է դա արձանագրվել, օրինակ նոր սահմանադրությամբ, թե մի նոր փաստաթուղթ է լինելու, որով հռչակվել է 4-րդ հանրապետությունը, ու առհասարակ ո՞ն է դրա այսպես տրամաբանությունը լինելու, դեռ պարզ չէ, այ ինչ կասեք, առհասարակ այս հանրապետության թվայնությունը, հա, առաջին, երկրորդ, երրորդ, սա ինչ է առհասարակ։ Շատ կարճ պատմական անդրադարձ անենք, հիշենք, որ ընդհանրապես 4-րդ հանրապետության գաղափարը, ամենայն դեպս նման ձևակերպումը պատկանում է նախագահ Արմեն Սարգսյանին, որը մի առիթով ասաց, որ ինքը ոչ թե 3-րդ հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահն է։ Այս կարգի ձևակերպում է տվել։ Բայց խնդիրը ավելի խորքային պատճառներ ունի եւ մենակ համարակալմամբ չի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստակ խզում է դնում ոչ միայն 3-րդ հանրապետության հետ, այլ մեր պատմաքաղաքակրթական արժեհամակարգի, հայրենիք հասկացության։ Այն գաղափարախոսությունը, որ իրենք առաջ են քաշում, հիմնականում բխում է օտար օրակարգերից եւ միանշանակ համընկնում է այսօրվա թուրք-ադրբեջանական տարածաշրջանային հավակնությունների, որովհետեւ ասելով 4-րդ հանրապետություն, իրենք ուզում են ներկայիս Հայաստանի Հանրապետության պետական սահմանները նույնացնել հայրենիքի սահմանների հետ եւ ըստ այդմ ամեն կերպ ջանում են բացարձակ կերպով փակել Արցախի խնդիրը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանի պատմությունը սկսեն օրինակ 2020 թվականի կապիտուլյացիոն պայմանագրից հետո գանք մի քիչ մեր ժամանակներ, ավելի շուտ օրինակ 2025 թվականի այդ օգոստոսի 11-ին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ստորագրված, նախաստորագրված համաձայնագրից ելնելով։ Պրահայի։ Այո։ Եվ հիմա խնդիրը հետևյալն է, որ այս խզումը միանշանակ մեր ազգային պետական շահերից չի բխում։ Անկամ իրենց 4-րդ հանրապետությունը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ինչ է իրանից ներկայացնում։ Հայ ժողովուրդը պետք է մոռանա ցեղասպանության խնդիրը, պետք է բավականին կոմպակտ լինի, այսինքն հարաբերությունը ինչ որտեղ խզի Սփյուռքի հետ, որովհետև Ադրբեջանի պահանջներից մեկն էլ նաև Սփյուռքի հարցի, այսպես ասած, կոծկումն է, որովհետև հայ դատի գաղափարը, պահանջատիրությունը այսօր Սփյուռքում բավականին ակտիվ մակարդակի վրա է, ինչը չեն կարող ասել Հայաստանի Հանրապետության մասին։ Եվ եթե մենք տեսնենք նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրակարգում, չեմ ասի հետին պլան է մղված, բայց համենայն դեպս օրակարգի առաջի կետ չի հանդիսանում ազգային, քաղաքակրթական եւ այլ հարցերը։ Ներկա դրությամբ, օրինակ ազգային ժողով ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները ավելի շատ զբաղված են քաղաքական դիրքավորումներով։ Հանձնաժողովի նախագահներ են ընտրում եւ այլն եւ այլն։ Եվ այս պարագայում նաեւ ազգային հիմնախնդիրներին ես իմ ընկալման համաձայն տեսնում եմ, որ իրենք ավելի զգուշորեն են վերաբերվում։ Իրանք էլ հիմնական խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանը իր ոչին համահունչ ուզում է ամեն ինչ սկսել 0 կետից։ Այս զրոյական կետն է,
4 Չորրորդ հանրապետությունը հենց այո, 4-րդ Այսինքն Արցախի էջը փակված Սփյուռքի հետ հարաբերությունները ոչ նախկինի պես ցեղասպանության էջը այսպես փակված Երեք հիմնական կետ ըստ որի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պահանջներ են ներկայացված, որ պետք է այս նոր սահմանադրության մեջ չլինի, հա, դա հիմնական խնդիրները գիտենք, անկախության հռչակագիրն է, անկախության հռչակագրում ամփոփվում է Արցախի, Հայդատի, Սփյուռքի հետ հարաբերությունների խնդիրները։ Եվ իհարկե, երևի կողքից էլ մի հատ բոնուս են տալի, դա էլ եկեղեցու Չակերտյան բարեփոխումն է։ Ըստ մեր սահմանադրության եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Եվ այս ամբողջ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ նույնպես բխում է արտաքին, այսպես ասած, թելադրված օրակարգից։ Հանգստի կոչելու Դե գիտեք ինչ, հանգստի կոչելու չէ, ոչ միայն հանգստի կոչելու, իրենց ինչ են արել այսօր։ Դա ինչ որ կրոնական բաժին են ստեղծել, բանին նախքին հոգեվորականներից մեկին տարել այնտեղ բանը պաշտոնի են նշանակել, իրենց պատկերացմամբ հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է դառնա ինչ-որ բանը պետությանը կից կրոնական կազմակերպություն, որը պետք է կատարի ինչ-որ սպասարկման ծառայություններ, որը ենթադրենք վերցնենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի, հիմա արդեն ուզում են նաեւ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հերթական միակ բակ, որը ինչ որ բնակչությանը սպասարկում, իրանք էլ մտածում են, դե գիտեք ինչ, բանը Հայաստանի Հանրապետությունում 60-ից ավել կրոնական կազմակերպություններ են գրանցված։ Եվ չգիտես ինչու այս իշխանությունների ուշադրության առանցում հենց հայ առաքելական եկեղեցը։ Բոլոր խնդիրները սկսվում եւ ավարտվում են հայ առաքելական եկեղեցում։ Սա էլ է թելադրված, որովհետեւ եթե մենք տեսնում ենք թե ինչ են ուզում դրսում, հա, ուզում են արևմտյան Ադրբեջան, մեր այսպես ասած Չակերտյալ բարի դրացիները կամ հարևանները։ Ուզում են, որ Հայաստանի Հանրապետություն դեպի Երևան գան ավտոմեքենաներով։ Ուզում են, որ տասնյակ հազար, այսպես ասած, ադրբեջանցի փախստականներ վերադառնան իրենց հայրենի հողը։ Լեզուս չի պատտվում ասեմ հայրենի, որտեղ իրենց հայրենիքը չի դա։ Հիմա այս պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլ առ քայլ անում են այն պահանջները, որը որ պարտադրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Իսկ այդ 4 հանրապետության կոնցեպտը, առհասարակ 4 հանրապետություն, ինչպես պետք է, այսպես ասած, արձանագրումը ստան, արդյոք նոր սահմանադրության միջոցով, ինչ որ առանձին թուղթ պետք է լինի։ Վերջի սահմանադրության բարեփոխված տարբերակը 2015 թվականի բարեփոխված տարբերակն է եւ այս պարագայում գիտեք ինչ ես կարծում եմ դա պետք է լրիվ նոր սահմանադրություն լինի այդ սահմանադրության բարեփոխումը դա ավելի շատ սահմանադրագետների իհարկե մասնագիտական տիրույթում է գտնվում բայց 4-րդ հանրապետությունը դա նշանակում է իմ պատկերացմամբ ելնելով նաեւ իրենց առաջ քաշած թեզերից եւ հարցադրումներից դա պետք է լինի ինչ որ նոր հանրապետության ֆորմատ որտեղ իրենք քննադատության պետք է չարժանանան, որ Արցախն են կորցրել, որ հազարավոր զոհեր են տվել, որ Ադրբեջանին բազմաթիվ զիջումներ են թույլ տվել, որ դիվանագիտական դաշտում նաև ջախջախիչ պարտություն են կրել, այդ զրոյական պլատֆորմը, որը իրենք անվանում են 4-րդ հանրապետություն, իրենց խուսանավման եւ իրենց իշխանության վերարտադրման բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ Այսինքն կոպիտ ասած մեզ քննադատեք, դատեք 4-րդ հանրապետության հիմնադրումից հետո։ Ինչ եղել է 4-րդ հանրապետությունից առաջ, դա եղել է հանուն նրա, որպեսզի մեր երկիրը ապրի խաղաղ, բարեկեցիկ եւ այլն։ Եվ այս քաղաքավարության նաեւ այսպես ասած մոտեցումը թեզը նաեւ փորձում է իշխանությունը դնել այս նոր ազգային ժողովի օրակարգում, որ այն ինչ որ եղել է հայ հյույանքներ, վիրավորանքներ եւ այլն, դա թողենք անցյալում, եկեք ուժերը համադրենք եւ այսպես ասած գնանք հանուն պետության զարգացման օրակարգ։ Բայց Ավգուլյան, լավ, ունեք իշխանությունը, հա, որպես մեծամասնություն ինչ որ առաջարկել է տեսլական, հա, առաջարկել է թեզ, անկախ նրանից դա լավն է, ընդունվում է, թե ոչ։ Իսկ դրան այլընտրանք ինչ առաջարկում։ Ինքը ասում է 4 հանրապետություն, ասում է խաղաղություն, հա, անկախ նրանից թե որքանով է դրանք արդյունավետ ու իրատեսական թեզեր։ Իսկ որպես այլընտրանք ինչ է դրան առաջարկվում։ Այլընտրանք ընդդիմությունը պետք է առաջարկի։ Դենց դա եմ ասում, հատկապես այսօր մենք չենք տեսնում այդ այլընտրանքը։
չենք տեսնում եւ այդ այլընտրանքը պետքա լինի ընդդիմության կողմից նոր օրակարգի ձևավորման շուրջ եւ դուք շատ ճիշտ հարցադրում եք անում, եթե նա առաջարկում է հարցի մյուս կողմն լավն է թե վատ է, ինչ է առաջարկում ընդդիմությունը։ Այսօր ընդդիմությունը ընդհանրապես ավելի շատ ներկայանում է որպես պահպանողական դիրքերից։ Եվ նաև զգուշորեն է արտահայտվում Արցախի վերադարձի հարցում։ Օրինակ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, հա ինքը արտախորհրդարանական ուժ է, քաղաքացիական, քաղաքական, մենք մեզ համար Արցախի էջը փակված չենք համարում։ Այստեղ գալիս է իշխանության կողմից բազմաթիվ հարցադրումները, ինչ ռեսուրսներով եւ այլն, ինչպես է հետ բերելու եւ այլն, ո՞նց է կարողանալու այդ ամեն ինչը բանանել։ Մի խոսքով, եւ նորից էսկալացիա եք բանանում տարածաշրջանում։ Մի անգամից, այսպես ասած, իրենց ինքնաշեն Պանդորայի արկղը բացում են, հրեշներն ու վիշապները դուրս են գալի եւ ստացվում է, որ եթե այս իշխանությունը չլինի, Չորրորդ հանրապետությունը չլինի, իրական Հայաստանի գաղափարախոսությունը չլինի, Հայաստանի հանրապետությունը ներքաշվելու է պատերազմների հորձանուտի մեջ եւ որպես պետություն դադարելու է գոյություն ունենալ։ Այ ինչպես պետք է օրինակ հանրությանը բացատրել, որ իրականում այդպես չէ, հա, առանց դրա էլ կարելի է բանակցությունների միջոցով, առանց 4 հանրապետության, առանց այդ թեզերի այլ է հարաբերությունները կարգավորել։ Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն անկախ օրակարգը, որը չի բխելու իշխանության հետագծից։ Այսինքն այսօր իշխանությունը ինչ քայլ որ անում է, ինչ հետագից որ թողում է, ամբողջ ընդդիմության հիմնական աշխատանքը վերաբերվում է այդ քայլերի քննադատությանը, վերլուծությանը եւ ստացվում է որ իշխանությունը փաստացի ուզում է ինչ որ մի բան անել, բայց ընդդիմությունը չի ցանկանում, բայց ընդդիմությունը իր օրակարգը չի ձևավորում։ Իսկ ընդդիմությունը իր օրակարգը կարող է ձևավորել նաև այն պարագայում, երբ որ այդ օրակարգը մատչելի լինի հանրության լայն զանգվածներին։ Իսկ հանրությունը այսօր ինչ է ուզում։ Ուզում է ապրել բարեկեցիկ եւ խաղաղ։ Եվ ընտրությունների շրջանում պետք է ընդունել, որ Նիկոլ Փաշինյանին որոշակիորեն հաջողվեց, որովհետև ստացավ 700,000-ից ավել ձայն, մարմնավորելու խաղաղության եւ սոցիալական բարեկեցության երկու փրկիչների կերպարները մեկում եւ հանրությանը հիմա ապա կողմնորոշեց, ինչ արեց, կարողացավ վերարտադրվի, որովհետեւ տիրապետում էր եւ իշխանական ռեսուրսներին, եւ տեղեկատվական ռեսուրսներին, որովհետեւ նայեք, նույնիսկ ընդդիմադիր դաշտում ինչքան ուժերը, ինչ միջոց էլ ծախսեն, Համեկը որպես հերոստանգերություն այսօր վերածվել է իշխանության բարձրախոսի եւ ունի բավականին մեծ Ինքն էլ ասում են դուք մեզանից շատ այսպես մեդիա ռեսուրսներ ունեք։ Դե գիտեք ինչ, եթե այդ մեդիա ռեսուրսները եկեք համադրենք, եկեք բոլոր այդ հաղորդումների դիտողականությունը, վերլուծություններ անենք, կտեսնենք, որ այդ առումով իրենք ոչ թե հետ են մնում, այլ մի քանի անգամ գերազանցում են։ Եվ միևնույն ժամանակ եկեք հաշվի առնենք, որ փաստացի այսօր նաև թիմերի կտրվածքով, նաև տապալելով մի շարք սահմանադրական հոդվածներ, որոնք վերաբերում են թիմերի անկախությանը, նրանք կարողացան նաև տեղերում զարթել իշխանություն։ Այսինքն եւ պետական մակարդակում եւ համայնքային մակարդակում իշխանությունը այսօր բավականին արմատավորված իր գործընթացները կազմակերպում է։ Տենց թիմ ընտրություններն են, այ ինչ անելիք ունի ընդդիմությունը, ինչ պետք է այստեղ անի, մասնակցել թե ոչ, ինչ օրակարգով։ Սա կարող է որպես երկրորդ շանս այսպես տրվել։ Նայեք, խնդիրը հետեւյալն է, ընդդիմության տարբեր ուժերի մեջ քննարկվում է մասնակցել թե չմասնակցել, մասնակցել, հաղթել, բայց այս պարագայում ցույց տրվեց եւ Գյումրու, Ալավերդու եւ մի շարք քաղաքների օրինակներ, Վանաձորի եւ այլն, թե ինչպես է իշխանությունը օգտագործում իր ձեռքի տակ եղած տարբեր ռեսուրսները եւ կարողանում է տեղում փոքրիկ ճակերտյալ թավշե մինի հեղափոխություններ կազմակերպել եւ բերում է այսպես ասած ճակերտյալ իր դաշտ։ Օգտագործելով բնականաբար ընդհանուր ազգային անվտանգության ներքին գործեր եւ այլ ուժային բոլոր սպեկտրները եւ հնարավորությունները։
Բայց ամեն դեպքում ընդդիմությունը պետք է աշխատանք տանի եւ փորձի այո դիմերում արմատավորվի, որտեղ նայեք մարզերում կոնկրետ իշխանությունը շատ հստակ մի հատ ասֆալտաշինական, մի հատ մանկապարտեզի կառուցման ծրագիր է անում եւ ամբողջ տարին քարոզում են, որ այս իշխանությունը լավն է 30 տարուց ավել է ձեր մոտ ոչ մեկ ոչ մի մանկապարտեզ չէ կառուցել եւ այլ, բայց միևնույն ժամանակ խոսում են մի քանի 100 դպրոց փակելու, օպտիմիզացիայի ենթարկելու մասին։ Այսինքն ի վերջո իշխանության այս քաղաքականությունը միտեղ պայթելու է, որը վերաբերում է նաեւ սոցիալական քաղաքականությանը։ Այս առողջության, ապահովության, ընդհանուր համակարգի ներդրմանը, աշխատանքի խնդիրը այսօր տեսնում ենք կենսաթոշակների բարձրացմանը, այն օրը ելույթ են ունենում կենսաթոշակների մասին, բայց արդեն պետք է խոսեն ինդեքսավորման մասին, հա? Հունվարից այդ հայտարարեցի, որ 10,000-ը բարձրանում է, բարձրացեցին ապլին թեմա, այսպես մի քանի ամսվա մեջ բավականին էլի առաջի անհրաժեշտության ապրանքների գները կապված նաև Իրանի հետ պատերազմական իրավիճակով տարածաշրջանում ոչ միայն Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները բավականին բարձրացել են։ Այս ժամանակահատվածում իրանք արդեն ոչ միայն պիտի մտածեն թոշակները բարձրացնելու, այլ առաջերտին նաև ինդեքսավորելու ուղղությամբ, որովհետև գնողունակությունը դրամի ընկնում է, ինչքան էլ գոռան դրամը դոլարի նկատմամբ կայուն դիրքավորվել է։ Ինչ կապ ունի, երբ որ գնում ես առևտուր ես անում եւ տեսնում ես, որ այդ փողի արժեքը օր-օրի մարում է հաստատի։ Հաջորդ խնդիրն այն է, որ իրենք փորձելու են այս 4-րդ, այսպես ասած, հանրապետության թեզով մանիպուլյացիոն նոր դաշտ քարոզչական ձևավորեն եւ Թուրքիա եւ Ադրբեջանի բոլոր պահանջները գեղեցիկ փաթեթավորեն այդ գաղափարի մեջ։ Այստեղ խնդիրը նաև այն է, որ օրինակ երբ որ մի բան էսպես, հա, կարելի ասել, սպասվում է արժևում, ինք նախապես այսպես բաց խաղաքարտերը, բաց հայտարարում են։ Նույն Տիգրան Աշրյանի հետ կապված օրինակ վերջերս ինչ հայտարարություն հնչեց, որ ասում է, այո, Արցախաշունը հայկական է, բայց Տիգրան Աշրյանը ոչ, այսինքն բաց խաղաքարտերով, այսպես հա հանրությանը ներկայացում են, թե ինչ է սպասում եւ ասում են դուք ընտրեք, համաձայն եք թե ոչ։ Հետո երբ որ մի բան այն չի լինում, ասում են հանրությունը մեզ ցույց տվեց։ Մենք իրեն ասեցինք, ներկայացրեցինք։ Քրիստինե ջան, մենք գտնում ենք Ծոր Հալիների թագավորությունը։ Այսօր մեր ժողովրդի մեծամասնությունը չկրկնվեմ, նախընտրել է կոմֆորտ կյանքը։ Ոչ պատերազմին, կեցե սոցիալական բարեկեցությունը, կեցե խաղաղությունը։ Մեր պատկերացմամբ, ավելի ռացիոնալ մտածող մարդկանց պատկերացմամբ, սա լուրջ խայծ է։ Խայծ է, որովհետև տարածաշրջանում ցանկացած պահի ուժերի վերադասավորման պարագայում Ադրբեջանը, Թուրքիան պետք է շարունակական ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա եւ ավելի շատ են ստանալու, քան այն ինչ որ հիմա ներկայացվում է։ Չմոռանանք, որ պատերազմի հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ միջազգային հայցերը հետ պետք է վերցնեն, բայց 150 միլիարդ դոլարի չափով Ադրբեջանը այսօր այդ միջազգային արբիտրաժի դատարանին ներկայացրել է հայց։ 150 միլիարդ դոլար, որը հետ չի վերցրել այդ հայցը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդհանրապես այդ ուղղությամբ ինչ են արել, մեր ունեցած տեղեկատվությամբ ոչինչ։ Այսինքն Ադրբեջանը հստակ եւ քարոզչական, եւ պատմական, եւ միջազգային բոլոր ասպարեզներում առաջ է քաշում այդ արևմտյան Ադրբեջանի թեզը, ինքը հստակ բոլոր кейսերը պատրաստում է, որ ցանկացած պարագայում, եթե Հայաստանում ինչ որ մի այլ ուժ գա իշխանության եւ փորձի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը վերականգնի կամ մի շարք այլ քայլեր անի մեր ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ, իրենք այդ բոլոր кейսերը գործի մեջ են դնելու։ Հիմա ինչքան ուզում ես այդտեղ իշխանությունները ասեն, որ դա արվում է բանի, ներքին լսարանի համար։ Փաստացի մարդիկ միջազգային խորհրդաժողովներ են Արևմտյան Ադրբեջանին նվիրված հրավիրում, նախագահն է ասում, հա, օրինակի համար
Ադրբեջանի նախագահն է այդ հայտարարությունները անում։ Այս պարագայում Ադրբեջանը հետ չի կանգնելու։ Եվ վերջերս հարց տրվեց ինձ այդ նույն թրիփի հետ կապված, այնտեղ 74%-ը պատկանում է Միացյալ Նահանգներին, 26%-ը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, բայց հստակ այդ բանի թրիփի պայմանագրում նշված չի, որ ինչ որ արգելք չկա սահմանված, որ երրորդ կողմին կարող են դա զիջել։ Հա, այսինքն այդ բաժնետոմսերը եւ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը կարող են վաճառել երրորդ կողմին։ Մենք արդեն որի-որ անգամ լսում ենք Ադրբեջանի նախագահից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները պետք է մասնագետներ են եկել այստեղ աշխատանքներ արել։ Մասնագետներ են եկել, Մեղրիում ինչ որ չափ ու ձև են արել եւ այլն։ Եվ Հայաստանն էլ ձգտում է դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարի դրացիական, այսպես ասած, հարաբերություններ։ Բայց այդ բարի դրացիական հարաբերությունները պետք է չլինի մյուս դերակատարների հաշվին։ Օրինակ դա պիտի չլինի տարածաշրջանում, ընդունեք Ռուսաստանի եւ Իրանի կենսական շահերի հաշվին։ Եվ այդ բոլոր շահերի համադրումը կատարելով իշխանությունը առաջին հերթին պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահով։ Իսկ դա մենք չենք տեսնում։ Օրինակի համար ԿՊՀ-ականների մոտ դա շատ վտանգավոր թեզ է, երբ որ հայրենիք եւ պետություն հասկացությունները միավորված են։ Հայրենիքը դա վերացական հասկացություն։ Հայրենիքը կարող է ընդգրկել ողջ հայկական լեռնաշխարհը։ Պետք չի, դա անիմաստ է նույնականացումը իրականացնել։ Եվ այս պարագայում իրենք ուզում են նոր սահմանադրությամբ, այդ 4-րդ հանրապետության թեզով բոլոր հնարավորությունները կասեցնեն, եթե Հայաստանի Հանրապետությունը ապագայում լինի սոցիալ-տնտեսական առումով, ռազմական առումով, տարածաշրջանում հզոր պետություն եւ կարողանա որոշակիորեն իր դիրքերը ամրապնդել, իրենք ուզում են հիմնովին այդ ապագա պատուհանը փակեն, որ Հայաստանի Հանրապետությունը ապագայում չկարողանա բարձրացնել Արցախի հարցը, Նախիջևանի հարցը եւ այլ հարցեր։ Գիտեք ինչ, իրանք վերցրել են մի հատ պայմանագիր այդ սովետական շրջանի ռազմական, կներեք, պայմանագիր չէ, քարտեզ սովետական միության ժամանակաշրջանում, որով առաջնորդվում։ Հետաքրքիր է, եթե այդ սովետական միության քարտեզի մեջ օրինակի համար Լաչինը, Շուշին լինել Հայաստանի Հանրապետության կազմում, օրինակ եմ ասում։ Ադրբեջանը համաձայնվելու էր այդ պայմաններին։ Իհարկե չէր համաձայնվելու։ Նրանք ընտրել են այդ գոյություն ունեցող քարտեզներից ամենահարմարը, որ հարմար է Ադրբեջանին։ Հələ չհաշված այն ճնշումները, որ պետքա գործադրեն, չհաշված որ Վայոց ձորի հատվածում այդ ջերմուկի պատերազմի արդյունքում հսկայական հողատարածք են վերցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ու մտներին չկա էլ որ ընդհանրապես այդ տարածքը թողեն։ Դե ասում են կվերադարձնեն, ուղղակի բարձ չի երբ հնարավոր է 10 տարի տևի։ Հնարավոր է 100 տարի լինի, Քրիստինե ջան։ Պարոն Սավգուլյան, ես վերջում ուզում էի անդրադառնալ փաստորեն դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը ոչ միայն այսպես ազատ արձակվեց, այլ առհասարակ նրա խափանման միջոցը, այսպես կալանքը վերացվեց, այ ինչ գնահատական տակ եւ դատարանը ինչպես հանգեց նման եզրակացության, հա։ Ոնց է ես շատ չնայած ներկայ եմ եղել դատավարությանը, շատ իրավական մանրամասների մեջ չխորանալով հանդերձ նշեմ միայն, որ արտաքուստ իմ տպավորությամբ հերթական շինծու գործներ, որը կազմվեց եւ նախընտրական շրջանում իշխանությունների պահվածքը ավելի այսպես ասած նյարդային էր եւ այդ նյարդային դրսեւորումների շրջանակում նաեւ Ավետիք Չալաբյանը մեղադրում են ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ։ Գիտեք, բազմաշերտ ինչ որ խառը մեղադրանքեր դրված, ըստ որի Ավետիք Չալաբյանը հանդիպել էր Ռուսաստանի դեսպանատան ինչ որ աշխատակիցների հետ, այդ աշխատակիցներին համոզել էր, որ նրանք օգտագործեն իրենց կապերը եւ Ռուսաստանում մարդկանց հայ ազգությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի վրա ճնշում գործադրեն, որոնք գային եւ այսպես ասած Հայաստանի Հանրապետությունում մասնակցային ընտրություններին եւ քվեարկեն իշխանությանը դեմ։
Բայց բանը երաժլաշի շարքից բաներ մեղադրանք էր, թե ինչպես կարող էր Ավետիք Չալաբյանը իրականում էլի ճնշում գործադրեր Ռուսաստանի Դաշնության նման պետության դիրվանագետների վրա, դա էլ հետագայում երևի քրեական առանձին քրոնիկոնի կամ ինչ-որ հումորային պատման նյութ կարող է հանդիսանալ եւ մենակ Ավետիք Չալաբյանի գործը չի տարաբեր բանի քաղբանտարկյալների ուղղությամբ նմանատիպ բազմաթիվ գործեր են կարվել են բառից բուն իմաստով եւ քննչական կոմիտեի բաժինները այսօր վերածվել են հենց Կարուձևի խմբակների իրենց մասնագիտական պարտականություններից հեռացել են եւ SMS-ային տրամաբանությամբ են աշխատում SMS-ի լույսի ներքո վարչապետը։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, պարոն Սավգուլյան։ Հարգելի աստղադիտողներ, մենք այսօր տաղավարում զրուցում ենք պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կվերադառնանք։